Սիրելի աշակերտներ, այսօր կխոսանք անցունակ զինվորի մասին։ Զինվորի ճանապարհը այո կարող է լինել դժվար, բայց նաև պսակված հաջողություններով։ Քանի որ յուրաքանչյուր զինվոր երազում է հասնել վերջին հորիզոնական և փոխարկվել այլ խաղաքարի, ինչպես գիտենք, հիմնականում թագուհու։ Теперь ты ферзь. Что? Такое правило. Пешка, которая дошла до края доски, становится ферзем. Ура! Я ферзь! Я стал самой сильной фигурой! Ты ферзь. Вернись. Նախ հիշենք, որոնք են անցունակ զինվորները։ Այն զինվորներն են, որոնց ճանապարհին և հարևան, այսինքն կողքի ուղղաձիգերին չկան մրցակցի զինվորներ։ Այստեղ կա ֆիգուր, բայց ֆիգուրը չենք հաշվում, կարևորը զինվոր չլինի ճանապարհին։ Այս առումով դեպեց դաշտի սպիտակ զինվորը համարվում է անցունակ։ Իսկ ինչ կարող ենք ասել մյուս զինվորների մասին։ Ինչպես տեսնում ենք, H2-ի զինվորի ճանապարհին կա մրցակցի զինվոր։ Եվ նույնը կարող ենք ասել սևերի մասին։ H6-ի զինվորի ճանապարհին կա մրցակցի զինվոր։ Այսպիսով այս զինվորները անցունակ չեն։ Նրանց ճանապարհներին կան մրցակցի զինվորներ։ Սրանք անցունակ չեն։ J5 դաշտի զինվորի ճանապարհին չկա մրցակցի զինվոր, ինչպես նաև նրա կողքի ուղղաձիգում, բայց կա հարևան մյուս ուղղաձիգում, այսպես, այստեղ կա մրցակցի զինվոր։ Այս սև զինվորիկի համար կողքի հարևան ուղղաձիգում։ Այս առումով J5-ի զինվորը ոչ թե անցունակ է, այլ կիսով չափ է անցունակ, լրիվ անցունակ չէ։ Տեսեք, եթե նա քայլի, այստեղ կա մրցակցի զինվորի խոչընդոտ։ Այդ առումով կիսով չափ է անցունակ։ Իսկ ինչ կարող ենք ասել ավետ զինվորի մասին և B7։ Իհարկե նրանք անցունակ զինվորներ են, քանի որ նրանց ճանապարհին և հարևան ուղղաձիգի վրա չկան մրցակցի զինվորներ։ Ուրեմն այս երկու զինվորները նույնպես անցունակ են։ Սպիտակների մոտ դեպեց զինվորը և այսքանը։ Եվս մեկ օրինակ, այստեղ անցունակ է համարվում սպիտակների A2 զինվորը, քանի որ նրա ճանապարհին և կողքի ուղղաձիգի վրա չկան մրցակցի զինվորներ։ Նույնը կարող ենք ասել սևերի C4 զինվորի մասին։ Նույնպես նրա ճանապարհին և կողքի ուղղաձիգերին չկան մրցակցի զինվորներ։ Այս երկու զինվորն էլ անցունակ են։ Մինչդեռ FG և H ուղղաձիգերի զինվորները և սպիտակների և սևերի անցունակ չեն։ Նրանց ճանապարհներին կան զինվորներ։ Թե մեկի, թե մյուսի։ Իսկ ինչպես անցունակ զինվորը հասցնել վերջին հորիզոնական։ Այստեղ այո զինվորը անցունակ է, ինչպես նաև սևերի H5 զինվորը իմիջիայլոց։ Նույնպես նրա ճանապարհին և կողքի ուղղաձիգերին չկան մրցակցի զինվորներ։ Հիմա, եթե մենք նավակով բացենք զինվորի ճանապարհը, մեր զինվորիկին կվերցնեն։ Հարկավոր է օգտագործել այստեղ երկրաչափական գաղափարներ և փորձել կիրառել գծային հարված։ Նախ մենք զոհաբերում ենք մեր զինվորը, խաղալով նավակ H8։ Հիմա կտեսնենք ինչու H8։ Այո, զինվորը զոհաբերեցինք, բայց այս զինվորը թունավոր է, նրան վերցնել չի կարելի։ Քանի որ զոհաբերությունը ընդունելուն պես մրցակցի արքան և նավակը հայտնվեցին նույն հորիզոնականի վրա, իսկ մենք գիտենք, որ գծային հարվածը տեղի է ունենում նույն գծի ներքո։ Խնդրեմ, նավակ H7 շահ և արքայի նահանջից հետո մենք շահում ենք մի ամբողջ նավակ։ Այսպիսով խաղը կհասցնենք հաղթանակի։ Նորից, ուրեմն զինվոր անցկացնելու համար մենք նավակով հեռանում ենք H8, արդեն գիտենք, որ զինվորը մեր վերցնել չի կարելի, իսկ ինչ եթե օրինակ արքան գրոհի մեր նավակին։ Այս դեպքում մենք փոխարկվում ենք թագուհու, թագուհին պաշտպանեց նավակին, իր հերթին նավակը պաշտպանեց թագուհուն։ Իհարկե արքան չի կարող վերցնել,
Սև նավակը հավանաբար կվերցնի մեր թագուհուն, մենք կհարվածենք սև նավակին և նույնպես կունենանք մի ամբողջ նավակի առավելություն։ Այսպիսով անցունակ զինվորը փոխարկելու համար մենք օգտագործեցինք զոհաբերություն մարտավարական հնարքը և գծային հարվածը հեռահար խաղաքար նավակով։ Հիմա ամրապնդենք մեր գիտելիքները վարժություն տետրերի խնդիրներով։ Այստեղ մեզ խնդրում են դեղին գույնով ներկել անցունակ զինվորները։ Խնդրեմ, C4 դաշտի զինվորի ճանապարհին և հարևան ուղղաձիգերում չկան խանգարող մրցակցի զինվորներ, այն անցունակ է։ Նույնը H4-ի զինվորի մասին կարող ենք ասել և նրա ճանապարհին, և կողքի ուղղաձիգերին։ Նույնպես անցունակ։ Ինչ կարող ենք ասել սևերի մասին։ B2 զինվորը գրեթե հասել է վերջին հորիզոնական փոխարկման, սա շատ վտանգավոր զինվոր է մրցակցի համար։ Եվ նաև E6 զինվորի ճանապարհին և կողքի ուղղաձիգերին չկան մրցակցի զինվորներ, ոչ թե ֆիգուրներ, այլ զինվորներ։ Նույնպես E6-ի զինվորը սևերի անցունակ է։ Տեսեք, J3-ի զինվորի ճանապարհին չկա զինվոր, բայց կողքի ուղղաձիգին կա։ Այս առումով J3-ը անցունակ չէ, ինչպես նաև F7-ը, քանի որ կողքի ուղղաձիգին կա խանգարող զինվոր, նա նրան հարկ եղած դեպքում կարող է հարվածել ճանապարհին։ Հիմա խաղում ենք սևերով ինչպես հասնենք հաղթանակի։ Նախ մեր զինվորի ճանապարհը բացել է պետք, և դա մենք կարող ենք անել զոհաբերությամբ, որպեսզի եթե մրցակիցը ընդունի զոհաբերությունը, մենք գծային հարվածով նրան շահենք։ Այսպիսով քայլ առաջին բազմակետ, որպեսզի ցույց տանք, որ խաղում ենք սևերով, և նավակ H1, ահա այս քայլը։ Ներողություն։ Սպիտակները կարող են ընդունել զոհաբերություն, այլապես մենք մեկ քայլից կդառնանք թագուհի, օգտվելով մեր նավակի աջակցությունից, օգնությունից։ Կարող են վերցնել մեր զինվորը, երկրորդ քայլով նավակը վերցնում է B2, և սպիտակ նավակը հայտնվեց արքայի հետ միևնույն գծի վրա, և մենք կարող ենք կիրառել գծային հարված։ Նավակ H2 շահ, արքայի որևէ նահանջից հետո, ենթադրենք F3, մենք շահում ենք մի ամբողջ նավակ։ Նավակը վերցնում է B2։ Դրամագիր 2-ում խաղում ենք սպիտակներով, ահա մեր անցունակ զինվորը, որին մնացել է մեկ քայլ փոխարկման, ի դեպ սևերի E5 զինվորը նույնպես անցունակ է։ Հիմա քայլը սպիտակներինն է ինչպես հաղթել, նույնպես կարելի է զոհաբերել այս զինվորը, բայց նա թունավոր է, նրան վերցնել չի կարելի։ Հիմա ինչպես զոհաբերենք, խաղալով նավակ F1, հիմա կտեսնենք ինչու։ Նավակ F1 զինվորը կարող է վերցնել, բայց այս դեպքում վերջին հորիզոնականը մնաց անպաշտպան։ Սև նավակը թողեց այն անպաշտպան, և մենք կարող ենք մեկ քայլից հայտարարել մատ, շախ և մատ։ Տեսեք, սև արքան չուներ անվտանգության պատուհան։ Այս առումով նավակ F1 քայլից հետո զինվորը վերցնել չի կարելի։ Սևերը կստանան մատ։ Գուցե սևերը փորձեն բացել պատուհան, որպեսզի արքայով հեռանան, կամ արքայով մոտենան, քանի որ սա վերջնախաղ է, մոտենան իրադարձությունների կիզակետին, ենթադրենք արքա C8, միևնույն է, բոլոր դեպքերում մենք եկանք F1 ինչու, որպեսզի հաջորդ քայլով մտնենք F8 զինվորի աջակցությամբ, նավակ F8 շախ, սևերը պետք է շախից ազատվեն, կամ արքայով կփախչեն, կկորցնեն նավակ, կամ կվերցնեն մեր նավակը, և այստեղ զինվորը ցույց կտա իր ամբողջ ներուժը անցունակ զինվորի։ Վերցնում ենք նավակը փոխարկվելով թագուհի։ Ուրեմն առաջին քայլով նավակ F1, ահա և այն, և սևերի պաշտպանողական քայլերից հետո մենք պատրաստվում ենք քայլել F8, ենթադրենք արքա C8 և նավակ F8 շախ։ Այստեղ արդեն գիտենք, եթե վերցնեն մեր նավակը, նույնը կանենք մենք փոխարկվելով թագուհի։ Եվ շատ հետաքրքիր է վերջին երրորդ տրամագիրը։ Ունենք անցունակ զինվոր, հիմա փորձենք օգտագործել նրա ներուժը, օգնենք նրան անցնել
փոխարկման։ Այստեղ կա զոհաբերության շատ գեղեցիկ օրինակ։ Տեսեք, եթե մենք վերցնենք ձին, նավակը մեզ կհարվածի և մենք կկորցնենք նաև անցունակ զինվորը։ Թագուհին կարելի է զոհաբերել ոչ թե փոխանակելով ձիու հետ, այլ Ե7 դաշտում, հայտարարելով շահ։ Հիմա արքայի նահանջից հետո մենք սա շահ է կրկնակի հարվածով։ Արքայի նահանջից հետո կշահենք նավակ։ Եթե շախի ճանապարհը փակեն, նույնպես կշահենք նավակ։ Իսկ ինչ եթե շահ տվող խաղաքարին սևերը վերցնեն։ Ի վերջո մենք թագուհին զոհաբերեցինք սրանով։ Նավակը վերցնում է Ե7 և այստեղ խնդրեմ անցունակ զինվորի հսկայական ներուժը։ D6-ը վերցնում է Ե7 և այստեղ կա շատ հետաքրքիր օրինաչափություն։ Երբ զինվորը հասնում է նախավերջին հորիզոնական, նրան մնում է 1 քայլ փոխարկման, և նա հարվածի տակ է առնում ձիուն, ձին ոչ մի կերպ չի կարող և իրեն պաշտպանել և պաշտպանել փոխարկման դաշտը։ Այո, ձին կարող է դիմել փախուստի և դրանով իրեն պաշտպանեց, բայց նա չհսկեց փոխարկման դաշտը և այստեղ կծնվի նոր թագուհի։ Իսկ եթե ձին մնա իր տեղում, ենթադրենք մրցակիցը փորձի պաշտպանել փոխարկման դաշտը, օրինակ արքայով, խնդրեմ փոխարկման դաշտը պաշտպանված է, այժմ չենք կարող քայլել առաջ, ուղիղ, բայց զինվորի առանձնահատկությունը հենց հետևյալն է, տեսեք նրա ուժը։ Այո, նա քայլում է ուղիղ, բայց կարող է հարվածել անկյունագծով, ավելի ճիշտ հարվածում է անկյունագծով։ Հիմա փոխարկվել Ե8-ում չենք կարող, բայց վերցնելով ձին և փոխարկվել D8-ում կարող ենք։ Ուրեմն նորից թագուհի Ե7, զոհաբերում ենք թագուհին, միտում ունենալով ստեղծել ահա այս կոնստրուկցիան։ Զինվորը նախավերջին հորիզոնականում է և գրոհում է ձիուն։ Այս դեպքում զինվորը կամ հարվածով կփոխարկվի թագուհի, կամ ուղիղ քայլելով, ըստ իրավիճակից։ Իմիջիայլոց մուլտֆիլմում այս պահը կա, երբ զինվորը նախավերջին հորիզոնականում հարվածի տակ է առնում մրցակցի ձիուն։ Հիմա դիտենք։ Ահա այս պահը, տեսեք, զինվորը նախավերջին հորիզոնականում է 7-րդ, ապա հաջորդը 8-րդն է, և նա անկյունագծով գրոհել է ձիուն։ Տեսեք, ձին այստեղ անզոր է, չի կարող և իրեն պաշտպանել այստեղից փախչելով, և պաշտպանել փոխարկման դաշտը։ Այսինքն զինվորը կամ հարվածելով է, ձիուն հարվածելով է մտնելու 8-րդ հորիզոնական, կամ ուղիղ քայլով։ Ահա այս երկու տարբերակներից մեկը։ Եվ գրանցենք մեր քայլերը։ Ուրեմն առաջին քայլով մենք խաղացինք թագուհի Ե7 շախ հայտարարելով, սևերը կարող են վերցնել մեր թագուհին, ընդունեն զոհաբերությունը, նավակը վերցնում է Ե7 և երկրորդ քայլով D6-ը վերցնում է Ե7, անցունակ զինվորը անցնում է նախավերջին հորիզոնական և 1 քայլով կամ Ե8 կամ D8 դաշտում կփոխարկվի հաջորդ քայլով թագուհի։ Այսքանը, շնորհակալություն, ցտեսություն եթերում։